Նախագծի գործընկերն է World Vision Հայաստան գավառի տարածքային զարգացման ծրագիրը։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր չորեքշաբթի է եւ Գեղամայեթերում դարձյալ Ես հայ եմ նախագիծն է։ Համաձայն ծրագրի կանոնակարգի յուրաքանչյուր ամսվա վերջում մենք խաղալու ենք հայասպետ եւ այս կերպ ստուգելու ենք նժդեյքների ստացած գիտելիքները։ Ինչպես գիտեք, արդեն 1 ամիս է մեր նժդեյքները մասնակցում են Ես հայ եմ նախագծին եւ սև ժամկետներում ձեռք են բերում համակողմանի գիտելիքներ։ Թե որքանով են կարողացել սերտել տրված հանձնարարությունները կպարզենք այսօրվա խաղի ընթացքում։ Մինչ խաղին անդրադառնալը հիշեցնենք, որ մենք բացառիկ իրավունք ենք ստացել մասնակցելու կրտսեր հայասպետ խաղին։ Նժդեյքների դասակից ձևավորվելու է հավաքական 1 խումբ եւ ապրիլ ամսին նրանք կմրցեն 2 դպրոցների հետ։ Թե որ դպրոցները կլինեն մեր մրցակիցները, մեզ այնքան էլ չի ուզում։ Մեզանից պահանջվում է լավ պատրաստվել եւ խաղին ներկայանալ ինչպես հարկն է։ Թե ինչպես կդրսևորեն խաղին մեր նժդեյքները, պարզ կդառնա 1 ամիս անց։ Մինչ այդ լարված դասերն ու պարապմունքներն են։ Եվ այստեղ մեծ պատասխանատվություն է, գիտեք, դպրոցներն են սովորաբար ներկայանում եւ մարզպետանի թույլտվությամբ, քանի որ մենք համագործակցում ենք, մենք ունենք այդ բացառիկ իրավունքը, այստեղ մեր ավելի շատ պատվի խնդիր է եւ պետք է մենք լավագույն երեխաներով ներկայանանք։ Այն նժդեյքներով, որ ընդգրկված են մեր դասակներում, փայլում են եւ բացառապես առանձնանում են իրենց գիտելիքներով, բայց խաղին պետք է ընտրվեն ընդամենը 7-ը։ Թե ովքեր կընտրվեն եւ թե ովքեր կմասնակցեն խաղին կորոշվի առաջիկայում, իսկ այժմ անդրադառնանք այսօրվա խաղին։ Նժդեյքների դասակից ձևավորվեց 3 խումբ՝ կարմիր, կապույտ եւ նարնջագույն։ Վիճականությամբ նժդեյքները զբաղեցրին իրենց համապատասխան տեղերը եւ խաղը սկսվեց։ Նրանց խաղը գնահատելու են փորձագետները։ Նժդեյքների խաղին հետևելու են նաեւ նրանց ծնողները։ Թեմաները, որոնց վերաբերյալ կանչեն հարցերը, անցած ամսվա ծրագրից են։ Դրանց հիմնական մասը դպրոցական ծրագրից դուրս է։ Ստուգել նրանց գիտելիքները՝ հայրենագիտություն, մուլտֆիլմներ, բնագիտություն, առասպելներ, առակներ եւ հեքիաթներ։ Եթե հարցեր կլինի առակների ձև պետք է դուք ներկայացնեք, բեմադրեք եւ համապատասխան առածներ ներկայացնեք, բնականաբար 4-5-րդ դասանի նժդեյքները անցել են, նրանք կօգնեն իրենց ավագ ընկերներին։ Մասնակից յուրաքանչյուր խումբ նախքան խաղը ներկայացրեց իրենց նշանաբանը։ Մեկը բոլորի համար, բոլորը մեկի։ Կապույտ գույնն էլ վստահ է, որ իրենք են երկրի ապագան, իսկ նարնջագույն խումբն էլ ընտրել էր գույնին համապատասխան ջերմություն հաղորդող կարգախոս։ Ամեն մեկս լույսի շող, իսկ միասին մեկ արեգակ ոսկե շող։ Եվ այսպես խմբերի հետ ծանոթությունն ավարտված է եւ մենք սկսում ենք խաղը։ Յուրաքանչյուր հարցի պատասխանը գտնելու համար տրվում է 1 րոպե ժամանակ։ Նրանք պատասխանը կարող են հնչեցնել ժամանակից շուտ։ Առաջին պտույտ եւ հարցը վերաբերում է առասպելներին։ Ես հայ եմ։ Ինչպես առաջացավ Վարդագողի կամ Դարմանագողի ճանապարհը, որ աստղաբույլին են հայերը տալիս այդ անվանումները։ Դարմանագողի ճանապարհը անվանում են նաև Արդագողի ճանապարհ։ Մի անգամ մեր նախնի Վահագնն է ուրիշ ցեղի աստված Բարշամից արդ է գողացել եւ երբ դառնալիս է եղել արդը թափվել է եւ այդ ժամանակ թափվել է երկնքի վրա եւ առաջացել է Դարմանագողի ճանապարհը, այսինքն ոտի հետ։ Պատասխանը վերջնական է, ավելացում ունենք։ Մենք եւս մեկ առասպել ենք ուզում ներկայացնել։ Մի անգամ ուրիշ ցեղի մի աստված իր մշակներին ուղարկում է մեր ցեղի աստծուց հարդ գողանալու։ Նրանք երբ հարտը գողանում են, նրանց ճանապարհին տեսնում են մեր էշտանները եւ նետերով սպանում թափված հարտը, մինչեւ որս մնում է երկնքի երեսին։ Շատ լավ, շնորհակալություն, լսենք մեր փորձագետին։ Խումբը ճիշտ պատասխանեց հարցին, ուներ ընդամենը մի փոքրիկ բացողում, երկրորդ հարցը երևի պետք է կրկնեի։ Ես խմբին տալիս եմ 10 միավոր։ 10 միավոր է հաստատում կարգի խումբը։ Ինչու է Ծիր Կաթինը կամ Հարթագողի ճանապարհը կոչվում նաև Սանամոր երթ։ Պատմել առասպելը։ Հարցին կպատասխանի Ավետիսյան Ֆրիդը։
Սանամայրը շատ աղքատ է լինում, նա իր քավոր տանից հարդ է գողանում։ Մի անգամ էլ երբ գնում է իր քավորի տանից հարդ գողանալու, իր քավորը տեսնում է այդ Սանամայրը ամոթից վերև երկինք է բարձրանում եւ հardը թափվում է երկնքի երեսին եւ կոչվում ենք դա Սանամոր երթ։ Նա գնում է իր գողնոցով է գողանում քավորի տնից hardը։ Կապույտ թիմը ամբողջությամբ պատասխանեց հարցին, ես կապույտ թիմին եւս շնորհում եմ 10 միավոր։ Լիարժեք պատասխանի համար։ 10 միավոր վաստակեց կապույտ խումբը։ Ինչ է նշանակում ծիր կաթին եւ ինչ կապ ունի այն հարցի հետ։ Ժամանակ։ Լսում ենք։ Հարցին կպատասխանեմ ես։ Տան հարցը մարդագայլ է լինում։ Մարդագայլը առասպելական մարմնով օժտված, գայլի մարմնով օժտված, սակայն հարցի մարդու գլխով գայլի գիշատիչ հատկություններով օժտված կին է։ Տան հարցը մարդագայլ է լինում։ Մի օր նրանց տուն հյուր է գալիս, հարցը պատրաստվում է հյուրի ոտքերը լվանալ եւ տեսնում է, որ դրանք շատ փափլիկ են։ Նրա ախորժակը գրգռվում է։ Երեկոյան նա պատրաստվում է գալ եւ հյուրին ուտել։ Եվ դա իմանում է հյուրը։ Երբ գալիս է երեկոն, հարցը գնում եւ փորձում է ուտել հյուրին։ Հյուրը քաշում է դաշույնը եւ արվածում նրա կրծքին։ Կրծքից կաթեց հայտում եւ երկնքի երեսին թողնում իր հետքը։ Դա կոչվում է կաթի հետք։ Ձիր կաթի հետք։ Ծիրանագույն թիմը եւս ճիշտ պատասխանեց հարցին, երևում է մեր բոլոր խմբերը եւ կարմիր եւ կապույտ եւ ծիրանագույն խմբերը բավականին նախապատրաստվել են խաղին ամենայն պատասխանատվությամբ։ Ֆրունզիկը միայն մի փոքր շփոթվեց մարդագայլին նկարագրելիս։ Գուցե դա հուզվելու հետ է կապված։ Երևի։ Այնուամենայնիվ, ես ծիրանագույն խմբին եւս տալիս եմ 10 միավոր։ Ես հայ եմ։ Որ մարզերում են գտնվում Աղթալա, Վարդենիս, Աշտարակ քաղաքները։ Որ լսեք միջև վերջ երեխեք։ Որ լեռներն են բաժանում Լոռու եւ Կոտայքի մարզերը։ Որ գետերի հոսանքում է գտնվում Խոսրովի արգելոցը։ Ժամանակ։ Որ մարզերում են գտնվում Աղթալա, Վարդենիս, Աշտարակ քաղաքները, որ լեռներն են բաժանում Լոռու եւ Կոտայքի մարզերը, որ գետերի հոսանքում են գտնվում Խոսրովի արգելոցը։ Աշտարակ քաղաքը գտնվում է Լոռու մարզում, Աշտարակ քաղաքը գտնվում է Արագածոտնի մարզում, Վարդենիս քաղաքը գտնվում է Գեղարքունքի մարզում։ Լոռու եւ Կոտայքի մարզերը իրարից բաժանվում են Փամբագի լեռներով։ Խոսրովի արգելոցը գտնվում է Արարատում։ Ազատ եւ Վեդի գետի վերին հոսանքում։ Կարմիր թիմը ճիշտ պատասխանեց հարցին, նույնիսկ լրացումներ կատարեց, այդ իսկ պատճառով շնորհում եմ 10 միավոր։ 10 միավոր վաստակում է կարմիր խումբը։ Հաջորդ հարցը հայրենագիտություն առարկայի կապույտ խմբին է։ Որն է Արագածոտնի մարզի հիմնական ջրային զարկերակը, որոնք են մարզի լանդշաֆտային գոտիները եւ որն է դրանց առանձնահատկությունը։ Որն է մարզի, Արագածոտնի մարզի հիմնական ջրային զարկերակը։
Որոնք են մարզի լանդշաֆտային գոտիները եւ որն է դրանց առանձնահատկությունը։ Մնաց 10 վայրկյան։ Ժամանակը սպառված է։ Պարքև։ Հարցին պատասխանի Սարգսյանը։ Արագածոնի մարզի զարգերակը քասախ գետն է, լանդշաֆտային գոտիներն են, Մերձալպյան եւ Ալպյան, անապատակիսանապատային, լեռնատափաստանային եւ լեռնատափաստանային։ Որն է դրանց առանձնահատկությունը։ Ունեք լրացում։ Ունեք։ Պատասխան չունեք։ Կապույտ թիմը մոռացավ նշել Քասախ գետի վտակները, Գեղարոտ եւ Ամբեր, ինչպես նաեւ Քասախ գետի վրա գտնվող ապարանի ջրամբարը, որը եւս Արագածոտնի մարզի ջրային զարկերակն է։ Լանդշաֆտային գոտիներից մոռացավ նշել Լեռնանտառային եւ Ձյունամերձ գոտիները։ Եվ երրորդ ենթարկին պատասխան չտվեց։ Ուստի թիմը վաստակում է 5 միավոր։ 5 միավոր է վաստակում կապույտ խումբը եւ երրորդ հարցը նարնջագույն խմբին, որոնք են Կոտայքի, Արարատի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզկենտրոնները։ Որքան է մարզկենտրոնների բնակչությունը եւ ինչ նշանավոր քաղաքներ կան վերոհիշյալ մարզերում։ Պատասխանը պատրաստ է։ Հարցին կպատասխանի Բոտոյան Նարեկը։ Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը, Արարատի մարզկենտրոնն է Արտաշատը, Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը, իսկ Կոտայքին է Հրազդանը, Արմավիրի բնակչությունը հասնում է մոտավորապես 58,000, իսկ Արտաշատին եւ Գավառի բնակչությունը մոտավորապես 26,000, իսկ Հրազդանի բնակչությունը մոտավորապես 53,000։ Այստեղ այս մարզերում կան տարբեր քաղաքներ, դրանցից են Գեղարքունիքի մարզում Ճամբարակը, Վարդենիսը, Սևանը, Մարտունին, Գավառը, իսկ Արմավիրի մարզում 3-ն են Մեծամորը, Վաղարշապատը եւ Արմավիրը, իսկ Արարատի մարզում են Վեդին, Արտաշատը, Արարատը եւ Մասիսը, իսկ Կոտայքի մարզում Հրազդանը, Բյուրեղավանը, Նոր Հաճենը, Աբովյանը, Ծաղկաձորը, իսկ եւ Չարենցավանը, իսկ այստեղ նաեւ կան հայոց ամենահին մայրաքաղաքներից մի քանիսը, դրանց է Դվինը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը։ Վաղարշապատը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, այդտեղ է գտնվում Էջմիածին մայրաթոր տաճարը, կաթողիկոսի նստավայրը։ Շատ լավ։ Նարնջագույն թիմը ճիշտ պատասխանեց հարցին, միայն շփոթվեց Արմավիրի բնակչությունը, հասնելով 58,000, ճիշտ պատասխանն էր 33,000, եւ քանի որ թիմը լրացումներ ուներ, վաստակում է 10 միավոր։ Ես հայ եմ։ Հարց Կարմիր խմբին։ Եվ այսպես ամպերի հետ ճանապարհով։ Ապրեք։ Ինչու էր տխրում Վագրիկը եւ ինչ առաջարկեց նրան Կապիկը։ Ժամանակ, պատասխանը պատրաստ է, կպատասխանի։ Վագրիկը տխրում էր նրա համար, որովհետև առավոտյան նա երբ դուրս եկավ տանից, տեսավ որ արև չկա, ամպեր են, նա գնաց մի քիչ առաջ, Կապիկը նրան բարևեց եւ ասաց. «Ինչու ես տխուր»։ Վագրիկը ասաց ամպեր են, արև չկա, Կապիկն առաջարկեց, եթե կան ամպեր, ապա կա նաև ճանապարհ եւ կարող են քայլել ճանապարհով ամպերի հետ։ Իսկ կարող ես ասել մուլտֆիլմի բարոյախրատական իմաստը։ Որ պետք չէ տխրել, միշտ պետք է ուրախություն լինել եւ ընկերներ ձեռք բերել
Միշտ էլ լույսի դուր կա։ Ցանկալի է, որ ավելի ուշադիր նայեք եւ իմաստը հասկանաք, ոչ միայն նկարները նայեք։ Ընդհանուր առմամբ հարցին պատասխան տրվեց, մենակ մի լրացում, Վագրիկը տխուր էր, որովհետեւ նա չուներ ընկերներ եւ միայնակ էր եւ ճանապարհին ձեռք էր բերում այդ ընկերներին։ Այսքանի համար 9 միավոր։ Երկրորդ հարցը կապույտ խմբին Մաշան այլևս ծույլ չէ։ Նայեք մուլտֆիլմը։ Ինչպիսի աղջիկ էր Մաշան։ Ինչ նա պատասխանեց տատիկի խնդրանքներին։ Գնալ հաց գնելու եւ ամանները լվանալ։ Արդյունքը պատասխանի Անի Ալեքսանյանը։ Մաշան շատ ծույլ եւ անբան աղջիկ էր, երբ նրան տատիկն առաջարկում է գնալ խանութ եւ հաց գնել, նա պատասխանում է, որ նրա ոտքերն իրեն չեն ենթարկվում եւ չի կարող։ Տատիկը ինքն է գնում, բայց հետո նա որոշում է մի ուրիշ առաջադրանք տալ Մաշային եւ ասում է, որ ամանները լվանա, բայց նա ասում է, որ ձեռքերն իրեն չեն ենթարկվում։ Չմտածեք, այսքան խիստ ենք դատում, որտեղ ամեն մի մանրուք կարևոր է, փորձեք ճիշտ գեղեցիկ հայերենում ներկայացնել, ընդհանուր առմամբ պատասխանը ճիշտ էր, բայց մաշինկան պատասխանում է ոչ թե չեն ենթարկում, չեն ուզում, ես կանեի, բայց ոտքերս չեն ուզում, ես կանեի, բայց ձեռքերս չեն ուզում, իսկ տատիկի հարցին արդյոք դու տիրուհին չես քո ոտքերի եւ ձեռքերի, պատասխանում է ոչ, դուք մոռացաք տատիկի հարցը, չէ՞, մաշինկային տրված, էլի թերություններին հաշվի առնելով 9 միավոր։ Փոքրիկ Իշուկի երազանքը։ Ինչ էր երազում փոքրիկ Իշուկը, երազանքին հասնելու համար, ինչ խորհուրդներ տվեցին նրան ձեր թրթուրը եւ թիթեռնիկը։ Ժամանակ։ Փոքրիկ Իշուկի երազանքը մուլտֆիլմում Իշուկը ցանկանում էր, որ նա վերածվի թիթեռի։ Նրան շատերն էին խորհուրդ տալիս, երիտասարդ թիթերը նրան խորհուրդ տվեց, որպեսզի նա երկար չարչարվի, նոր կվերածվի թիթեռի։ Իսկ ձեր թրթուրը նրան խորհուրդ տվեց, որ չպետք է չարչարվել եւ լսել ծնողներին, պետք է բոլորին դեմ գնալ։ Ձեր թրթուրը պատճառաբանում էր, որ երիտասարդ թիթեռնիկը դեռևս երիտասարդ է եւ չի կարող նորմալ խորհուրդներ տալ, իսկ ինքը արդեն մեծ տարիքի է։ Հիշենք ինչու էր Իշուկը ուզում թիթեռնիկ դառնալ, որտեղ թիթեռնիկները գեղեցիկ են եւ Իշուկին թվում է թե նա ազատ է, չէ, երջանիկ է, անհոգ է ապրում, բայց կարծում է թիթեռնիկներ մեծ օքսեր ունեն։ Դա պետք է անպայման նշեին երեխաները եւ ընդհանուր առմամբ ներկայացվեց իմաստը, բայց երեխեք ձգտեք ավելի ճիշտ խոսել։ Սա հետո ավելի պետք կա ձեզ։ Էլին։ Ես հայ եմ։ Հիմա յուրաքանչյուր խումբը պետք է ներկայացնի մեկ առակ։ Առակները անցել են 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտները, նրանք արագ կարող են ներկայացնել իրենց ընկերներին, եթե կարող են բեմադրել, շատ ավելի լավ։ Եվ վերջում նշում են 3 առած համապատասխան առակի։ Կարմիր խումբ, դուք ներկայացնում եք 3 մարգարիտ առակը։ Մի որսոտ մի հավք է բռնում, սակայն հավքը լեզու առնում եւ ասում. «Բաց թողենց եւ ես քուլավության դիմաց 3 մարգարիտ կացեմ»։ Որսոտն այդպես էլ անում է եւ հավատալով նրան բաց է թողնում նրան, բայց հավքը թռչում է նստում ծառին, որսոտը շատ երկար է սպասում, սակայն ոչ մարգարիտ կար, ոչ էլ մի ուրիշ բան։ Այդպես հավքը որսոտի վրա ծիծաղում է ասում. «Չնելու բանին մի հավատա, այդ մեկ, որտեղ ձեռքը չի ասնում, մի մեկնի, այդ 2»։ Անցած գնացածի վրա էլ մի ափսոսա։ Հավքը նրան նաև ասաց, եթե դու ինձ վաճառես, ասել թե ձեռքդ 2 դրամ փող կնես, եթե ինձ բաց թողնես, ես 3 մարգարիտ կացեմ, որը կդրես։ Հիմա բեմադրում եք։ Այո։ Մի որսորդ մի անգամ հավք է բռնում։ Հավքը նրան ասում է. «Բաց թողենց եւ ես քուլավության դիմաց 3 մարգարիտ կացեմ»։
որսորդը համոզվում է եւ նրան բաց է թողնում։ Նա սակայն երկար ժամանակ է սպասում, բայց ոչ Մարգարիտ կա, ոչ էլ ուրիշ բան։ Եվ նա ձեռքը մեկնում է ծառի։ Շնելը բանին մի ավատա, էդ մեկ, որտեղ ձերքը չի ասնի, մի մեկնի, էդ երկու, և անցած գնացած բանի համար էլ մի ապուսա, էդ էլ երկան, սա էլ իմ խոստացած քոլավության դիմաց երեք Մարգարիտը։ Ասում է հավքը։ Կեցեն Վահեն եւ Հակոբը հրաշալի բեմադրեցին առակը, Անին օգնեց, իհարկե առանց Անի օգնության չէին կարող, Անին է շնորհակալություն։ Առակը պատմեցին Վահեն եւ Հակոբը, բայց մոռացան մի փոքրիկ, ճիշտ է, ընդամենը 3 բառ, բայց դա այնուամենայնիվ մոռացան, թեև դրա վերաբերյալ առածը հնչեց։ Որսորդը փոշմանեց։ Հավքը դրա համար է ասում, անցածի հետևից մի ընկիր։ Հենց այնպես հավքը չասաց։ Առակում եղած բոլոր առածները ներկայացնում են առակի դեպքերը, առակի ընթացքը։ Առաջինը բռնեց հավքին, երկրորդը դյուրահավատ գտնվեց եւ բաց թողեց, եւ երրորդը փոշմանեց, որ բաց է թողել։ Եվ ըստ այդմ հավքը նրան վերադարձնում է 3 առած, 3 իմաստուն խոսք, որպես Մարգարիտ։ Առածների հետ կապված փոքր ինչ դժգոհ եմ։ Դասի ընթացքում նրանք ավելի շատ առածներ, շատ ավելի գրագետ էին ասում առածներ, հատկապես Վահեն։ Ուստի ես խմբին տալիս եմ 8 միավոր։ Հաջորդ առակը կներկայացնի կապույտ խումբը, ծառերն ու կացինը։ Անտառում մի բան է հայտնվել, որ ծառերին կոտորում է։ Հինա ճշտից, ինչ է այդ բանը։ Գնացի ճշտեցի, դա կացին են, բայց կոթը մեզանից է։ Եթե կոթը մեզանից է, ուրեմն հաստատ կկոտորի։ Կացինը ծառերին կոտորեն, ծառերն ասեցին կկոտորի, կոթը մեզնից է, բերդը իր միջից է քանդվում։ Առակի բեմադրության մասին ոչինչ չեմ կարող ասել, շատ արտիստիկ էր, մանավանդ կացինը։ Բայց երեխաները մի փոքր շփոթեցին, արդեն հայտնի էր, որ կացին էր, լուր բերողը ասաց, որ կացին է։ Ծառերը զարմացան եւ հետ ուղարկեցին, որպեսզի նա ճշտի, թե ինչ բան է կացինը։ Լուր բերողը հետ է գալիս եւ ասում. Կոթը մեզանից է։ Արդեն հայտնի էր Անի ջան, որ դա կացին է, ոչ թե ինչ որ մի բան կոտորում էր, այլ կացին է։ Նրանք զարմացան, թե կացինն ինչ բան է իրենից ներկայացնում։ Ինչ վերաբերում է առածներին, ապա մենք այս առակի վերաբերյալ առածներ բավականաչափ ուսումնասիրել էինք, գրել էինք, Անին կրկնեց համարյա թե առակի մեջ եղած առածը, դա լավ է, բայց գոհացուցիչ չէր, քանի որ մենք ունեինք հատուկ առածներ այս առակի համար։ Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրան կտրում է, ասեց կոթը քեզնից է։ Գեղեցիկ առած, որը կարելի էր ասել։ Գողը որ տանու ելնի, եզը հերթովը դուրս կգա։ Այսինքն գողը եթե տնից լինի, եզը երթիկից դուրս կհանեն։ Հետաքրքիրն այն է, որ երբ մենք գրում էինք այս առասպելները, խումբը հիմնականում կարողանում էր ճիշտ եւ գեղեցիկ եւ գրագետ գտնել առածները եւ ասել։ Չգիտեմ, գուցե փոքր-ինչ կաշկանդվում են, կամ ինչ-որ մի բան խանգարում է, այդուհանդերձ պատասխան երկու առած, ընդ որում մեկը ոչ լիարժեք։ Ես խմբին տալիս եմ 7 միավոր։ Երրորդ առակը կներկայացնի նարնջագույն խումբը, գլուխգովան կճուճը։ Տանտիկին աման-չաման լվանում դնում է արևի դեմ, որ չորանա։ Կճուճը սկսում է գլուխ գովել։ Ես իմ մեջից մաքուր ոսկի եմ, ինձ կոշ ձեռքերով տղամարդիկ չեն շինել, այլ խանում խաթում կանայք։ Ես իմ մեջից մաքուր ոսկի եմ։
Այդ ժամանակ շերեփը գալիս է եւ ասում. Ինչ ես գլուխ գովում, լոբի ծավարանում, ես չեմ քո տակու դուրսանողը։ Պուտուկը սևանում կարմնում է եւ ձայնը կտրում։ Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։ Սոնյա, Մերի, Սուզաննա, Ծիրանագույն թիմը առակը ներկայացրեց, ասեմ, բավականին կծկտուր։ Ես ասում եմ յուրաքանչյուր դասին։ Լավ է, որ դուք հասկանում եք իմաստը ընդհանուր, բայց փորձեք վերարտադրել այն բառերով, օգտագործելով այն բառերը, որոնք կան առակում, տվյալ նյութի մեջ եղած բառերով։ Չեմ ասում արեք անգիր, ասում եմ վերարտադրեք օգտագործելով այդ բառերը։ Մեր առակում հրաշալի արտահայտություններ կան, որ արտահայտում են մեր ժողովրդի բառ ու բանը։ Դու գարշելի ինչ ես մեծ խոսում լոբի ձավարանում։ Գլուխ ես գովում, թե ներսից մաքուր ոսկի ես, բա ես որտեղից եմ գալիս։ Ես չեմ քո տակու վերև անող խառնողը։ Սրանք արտահայտություններ են, որոնք առաքին տալիս են համ եւ հոտ։ Պետք չէր հիշել առանձնապես կամ սովորել ուսումնասիրել լրացուցիչ առած կամ ասացվածք։ Առած եւ ասացվածք մեր առակում հենց կա։ Ինչ ես գլուխ գովում, բայց որտեղից եմ գալիս։ Քո տակու վերև անողը ես չեմ։ Եվ չասեցին առածները, որոնք մենք նույնպես գրել էինք։ Վար նստի, որ վերևը քեզ տեղ տան։ Շատ բարձեցողը շուտ կցած իգնա։ Մարդկա ոչ մարդանման, խոսքերն են մարդասպան։ Եվ մի քանիսը, որոնք 4-րդ եւ 5-րդ դասարանի մեր փոքրիկները ունեն գրած։ Եվ միավորը։ Եվ միավորը 6 միավոր։ Ես հայ եմ։ Եվ այսպես հարց Կարմիր խմբի համար։ Ով է առաջինը գալիս թագավորի մոտ եւ ինչ սուտ է փորձում ասել թագավորին։ Ժամանակ։ Սևա։ Դա Հովհաննես Թումանյանի Սուտասան հեքիաթից էր։ Առաջինը ներս է մտնում հովիվը, որը ասում է իմ պապը այնպիսի չի խունի, որը մի ծայրը կարող է արեգակից վառել։ Իսկ թագավորը պատասխանում է նրա, որ իմ պապն մի այնպիսի գավազանն էր, որ մեկնում էր երկինք եւ աստղերը խառնում, նաեւ ոչ թե լան լուսից էր վարում, այլ արևից։ Ուրեմն Սևակը հարցին շատ կծկտուր պատասխանեց, բայց Վահեն ուղում կատարեց հարցին եւ գնահատենք 7 միավոր։ Հաջորդ հեքիաթը Կապույտ խմբի համար է։ Երբ անխելք մարդը կանգնեց Աստծո առաջ, ինչ ուզեց Աստծուց։ Այս խոսքը անխելք մարդ հեքիաթից է, որի հեղինակը Հովհաննես Թումանյանն է։ Երբ որ մարդը հասնում է Աստծուն, ասում է. Ես չեմ ես չեմ ուզում, որ դու բոլորին վատ ու լավ նայես, ուզում եմ հավասար նայես։ Եվ այսքան տարի աշխատել եմ, ոչ մի բանի չեմ հասել, իսկ ովքեր չեն աշխատել, ավելի հարուստ են։ Անի խոսքը նույնպես շատ կծկտուր էր, քանի որ այնտեղ հեքիաթի մեջ ավելի գեղեցիկ խոսքեր կան, Անին կարող էր ավելի գեղեցիկ ներկայացնել, եւ դրա համար նորից 7 միավոր։ Եվ երրորդ հեքիաթը Նարնջագույն խմբի համար։ Որտեղ էր գտնվում Բաչե թագավորի հոյակապ ապարանքը։ Բաչե թագավորի պալատը գտնվում էր Աղվանքում, Բաչե թագավորը Աղվանքի թագավորն էր։ Այս մեջ բերված հարցը Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթից էր։ Այսքանը։
Բաչաթխների պալատը գտնվում էր Աղվանքում, այն շատ գեղեցիկ էր, շրջապատված էր շուրջ բոլոր կողմերով ծառերով, բնությունով, որտեղ կային նաև անտառներ հատուկ որսերի համար։ Ուրեմն Հակոբը կատարեց լրացում, բայց լրացումը հարցի մեջ չէր մտնում, հարցի մեջ միայն որտեղ էր գտնվում, թիմի ավագը նշեց միայն ավանք, բայց չնշեց թե ներկայումս որտեղ է գտնվում, որ գետի եւ Կարմիր թիմը լրացում կատարեց ճիշտ, բայց գետի անունը չնշեց, Թարթար գետի վրա։ Դրա համար թիմը վաստակում է 6 միավոր։ Ես հայ եմ։ Այսօրվա համար այսքանը։ Մենք եթերում կլինենք ամիսը 2 անգամ չորեքշաբթի օրերին ժամը 20-ին, հինգշաբթի ժամը 12:20-ին եւ կիրակի օրերին ժամը 18:00-ին։